երեկո ձեզ մենք ներեցեք մենք ցերեկա որ ես բժիշկ էի հրավիրել թույլ չտվեցին դուք ասեցին որ թույլ չեն տալիս հիմա եկել է պարոն Ղուկասյանի անձնական սրտաբան բուժող բժիշկը եւ մենք խնդրում ենք որպեսզի մեր մուտքը ապահովեն եւ բժշկի եւ փաստաբանի որպեսզի բժիշկը նախ իր բուժառուին տեսնի զննի Եվ ես էլ որպես պաշտպան մասնակցեմ այդ ամեն ինչին։ Հա, տեղեկացրեք, ասեք, որ բժիշկն է եկել, իրենք տեղյակ են, անձնական բուժող բժիշկն է եկել եւ պաշտպանն է եկել։ Եվ նաեւ թող Կամո այդ Մանուկյանին տեղեկացնեն, որ Կամո Մանուկյանը խոչընդոտ չստեղծի, որովհետեւ արդեն որի օրտ անգամ է խոչընդոտ ստեղծել, եւ այստեղ մի հատ Ռոբերտ Համարյան կա ով նախկինում դատապարտյալների հիվանդանոց ԿԿՀ-ի պետն էր, ինքը շատ լավ գիտի ընթացակարգը ինչպես է, ինքը պետք է այդ մուտքը Ես իրանց տեղը կպայեմ, իրանք ինչ կասեն, ձեզ կփոխանցեմ։ Հա, սպասում եք։ Հարգելի հայրենակիցներ, այսօր ես արդեն երկրորդ անգամ եմ եկել, բայց տեղեկացված եմ, որ դեռ այս պահի դրությամբ բժիշկ չի այցելել պարոն Ղուկասյանին Եվ այն մտահոգությունները եւ անհանգստությունները, որը նա ինձ փոխանցել է, շարունակում են արկա լինել։ Այս պահին էստեղ է նաեւ իր անձնական բժիշկը, սրտաբանը։ Հիմա տեսնենք մեր մուտքը ապահովելու են, թե ոչ, որից հետո նորից ցես կտեղեկացնենք ինչ է կատարվում այստեղ։ Հիմա այս ԱԱԾ-ի մոտ ենք, այստեղ են նաեւ պարոն Ղուկասյանի ազգականները, հարազատները, ընկերները, մտահոգ մարդիկ, ովքեր պահանջում են, որպեսզի առնվազն նրան տրամադրվի բուժ օգնություն։ Դեգին Փոստան ջան, դուք ցերեկը եղել եք պարոն Ղուկասյանի մոտ եւ այնուհետեւ պրեսերիզ եք հրավիրել իր վիճակի հետ կապված։ Ինչ վիճակում է իրականում, դուք գրել եք ոչ հիմնադեր։ Ինչ նորից նկարագրել։ Նկարագիրը հետեւյալն է, առաջնային նա գանգատվում էր Կրծքավանդակի շրջանի Սեղմոցից եւ Ցավերից գունատեր, այո, ես իրեն տեսել եմ բավականին ավելի քաշի կորուստով եւ կարող եմ ասել, որ այն անհանգստությունները, որը նա ինձ փոխանցեց, դրանք իհարկե մտահոգիչ են համեմատելով նաեւ բժշկի կողմից տրված եզրակացության հետ, այդ թվում նաեւ այն բժիշկների, որոնք հրապարակել են նաեւ ինձ են տրամադրել այս փաստաթուղթը։ Հիմա ես ձեզ ցույց տամ այս փաստաթղթի տակ, քանի բժիշկ է ստորագրել, մի հատ դուք տեսեք եւ քանի բժշկի ես արդեն դա բարձրաձայնել եմ, բժիշկների անուն ազգանուններն են, ուրեմն էնդոկրին բաժնի վարիչ, սրտաբանական բաժնի վարիչ, նյարդային բաժնի վարիչ, բժիշկ, բուժգծով փոխտնօրեն։ Այստեղ մատնանշված է հստակ այս փաստաթղթի մեջ, որ նա ունի սրտի իշեմիկ հիվանդություն, որը անհամատեղելի է կառավարության սահմանված կողմնորոշիչ հիվանդությունների ցանկի հետ, այդ թվում նաև շաքարային դիաբետ, ծանր ընթացքով, նեյրոպաթիաներով, լիմֆոստազով, այսինքն ձեր այտուցների հետ կապված խնդիրը նույնպես արկա է, նաև նա նշեց, որ ամբողջ գլուխը խշում է ականջների մեջ եւ գլխի մեջ գլխապտույտ ծանրություն, ես չեմ կարող ասել դա ինչ է։ Բացի այդ, այս փաստաթղթով նաև ախտորոշվել է, որ նա ստացել է սրտամկանի ինֆարկտ, որը իրեն հայտնի չի եղել, բայց պարզվում է նաև դա է նա ունեցել։ Եվ այս մարդուն պահում են այստեղ։ Իրեն Փոստան ջան, դուք հրավիրեցիք շտաբ օգնություն, նաև նշենք, որ ձեր միջնորդության հիման վրա է փոստակնություն նշանագրվել եւ դրա հիման վրա է։ Այո, այս փաստաթուղթը։ Շտաբ օգնությունը իրավունք ունի շմատներն ես եւ հիվանդին օգնություն։ Իհարկե ոչ, դուք պատկերացնում եք ինչ են մեզ պատասխանում։ Ասում են, երբ որ մենք կգտնենք, որ շտաբ օգնության անհրաժեշտությունը կլինի, մենք ինքներս կհրավիրենք։ Այսինքն այնտեղ բժիշկ չկար։ Ես ասեցի պահանջում եմ բժիշկին, ով է այստեղի հիմա այս պահի դրությամբ բժիշկը, ասեցին այսօր այստեղ բժիշկ չկա։ Իսկ ով է ընդհանրապես բուժմասի պատասխանատու։ Ինչ որ մի բուժքույր, որին ես չտեսա, բուժքույրը չի եղել այստեղ։ Իսկ ով պետք է գտնի Ռոբերտ Համարյանը, որը բժիշկ չէ,
մյուս մնացած աննակազմը, որը նույնպես բժիշկ չեն, բայց մարդը վատ է, գանգատվում է, ասում է ես ուզում եմ բժիշկ, ինձ է դիմել, ով պետք է կանչեր, եթե դուք տունը հիվանդ եք լինում եւ տունը բժիշկ չի լինում, ով է կանչում շտապ օգնություն։ Ինչ որ մեկը, չէ, հարևանը կարող է լինել ինչ որ մեկը կամ ինքներդ եք կանչում։ Այսինքն այդ պահին պետք չէ բժիշկ լինել, որպեսզի կանչել շտապ օգնություն։ Բայց շտապ օգնության այդ խմբին արգելեցին մուտքը մեկուսարան։ Հերթական անօրինական է։ Իհարկե հերթական անօրինականություն է։ Հիմա դուք մուտքի գործեք եւ նորից կտեսնեք ասա։ Դե հիմա սպասում ենք, եթե թույլ տան կմուտք գործենք, բայց եղել է դեպքեր, երբ մուտքը մեր նաև երկար ժամանակ արգելվել է։ Մենք այդպիսի դեպքերի էլ ենք հանդիպել։ Ուրեմն հիվանդությունները, այս սրտի իշիմիկ հիվանդություն, լարվածության կայուն ստենոկարդիա, երրորդ ՖԴ, սպիական փոփոխություններ ձախ փորոքի հետին պատին, զարկերակային հիպերտենզիա, շատ բարձր կարդիովասկուլյար ռիսկ, վերին աորտայի լայնացում, շուրջ 5 սանտիմետր, աորտալ միտրալ տրիսկուպիդալ անբավարարություն, սրտի ռիթմի և հաղորդակցության խանգարում, վերփորոքային պոլիտոպ 8X օր, 1 վերփորոքային կուպլետի ձևով ու էլի ինչ-որ թվեր է նշված, որը երևի սրտաբանը ավելի լավ կբացատրի, իսկ շաքարային դիաբետ տիպ 2 ծանր աստիճանի, դիաբետիկ միկրո-մակրո անգիոպաթիա, դիաբետիկ, լսում եմ ձեզ, չենք նկարում, դες մուտքը չեն նկարում, ուրեմն ես դրա համար նշեցի, այդ Կամո Մանուկյանը, որը անդադ հղում է կատարում բժշկական պողակի ինչ-որ թղթին, հիմա թող հենց հիմա տան այդ թուղթը, մենք այդ թուղթը կլրացնենք, թող մեր մուտքը ապահովենք, խնդրում ենք իրենց փոխանցեք, այդ իրենց Կամո Մանուկյանի կողմից պահանջվող թուղթը, հենց հիմա թող տան, մենք լրացնենք, այդ պահանջվող թուղթը, ոնց որ ինձ են տալիս պահանջագիր, բլանկը, թող տան, մենք հենց հիմա կլրացնենք, Եվ հեքիաթները թող չպատմեն։ Հիմա խնդրում եմ ասեք ոնց որ Զարուհի Փոստանջանին եք տալիս պահանջագիր, նույնպես բժշկին տվեք այդ բլանկը, բժիշկը կլրացնի։